Հունիսի 12-ը Երևանի կենտրոնում տեղի ունեցած սարսափելի բռնության տարելիցն է։ Մեկ տարի առաջ այսօրը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նռնակներ նետեց ժողովրդի վրա, ազգային ժողովի մոտ։ Իշխանափոխության պահանջով խաղաղ հավաք անցկացնող ժողովրդի վրա հարձակվեց ոստիկանությունը, ներքին գործերի նախարարի տեղակալ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ներքին գործերի նախարարի այլ տեղակալների ներկայությամբ։ Լուսաձայնային նռնակներ նետեցին, տուժեց ավելի քան 100 մարդ, մի քանիսը ձեռք բերեց հաշմանդամություն։ Մեկ տարի անց որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, այնինչ քրգործ է հարուցվել ծեծված քաղաքացիների նկատմամբ։ Թեմային չեմ ուզում անդրադառնալ, որովհետև երբ մարմինները, որ պետք է զբաղվեն այդ հարցով, դատախազություն, քննչական կոմիտե, ոստիկանություն, Փաշինյանի գրպանային կառույցներն են, չեմ ակնկալում տեղաշարժ։ Ուղղակի փաստերը, որ հավաքվել են ու բազմաթիվ են, պահվելու են դարակներում, մինչև իշխանափոխություն, որից հետո արդեն կգա պատասխան տալու ժամանակ և բոլորը, թե անմիջական մասնակից ուժայինները, թե հրաման տվողները, թե կոծկողները կկանգնեն արդարադատության առաջ։ Պլստալ, փախչել, վստահ եմ, որ ոչ մեկ չի կարողանալու։